Իսկ այժմ արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Նժդեհ Իսկանդարյանը կներկայացնի Արցախի ժողովրդի իրավունքների համար մեր պայքարի շարունակականության հնարավոր մոտեցումները, որպեսզի միասին որոշում կայացնենք։ Ողջունում եմ բոլորին։ Ինձ համար պատիվ է լինել այստեղ։ Մինչ անելիքների մասին խոսելը, ուզում եմ ձեր հետ կիսվել մի փոքրիկ պատմությամբ։ Քայլում էինք այստեղ, մեզ էին մոտիկանում հարյուրավոր քաղաքացիներ, ովքեր այստեղ են եկել Հայաստանի հեռավոր գյուղերից, եկել են մեր կողքին կանգնելու, եկել են մեզ աջակցելու։ Եվ սա ևս մեկ անգամ փաստում է, որ Արցախի ու արցախցիների խնդիրը համայն հայության հարցն է։ Եվ այն լուծվելու է մեր բոլորիս համատեղ ջանքերով։ Իսկ այժմ անելիքների մասին։ Դուք եք որոշելու մեր հետագա գործողությունները։ Ուրեմն, տարբերակ առաջին։ Կառավարությունն ունի 2 շաբաթ ժամանակ փոխելու իր ծրագրերը, իր որոշումները, եւ եթե ոչ, մենք հավաքվելու ենք այստեղ եւ միասին իրականացնելու ենք մեր հետագա քայլերը։ Եվ տարբերակ երկրորդ, նախաձեռնող խումբը մնալու է այստեղ, ձևավորելու է շտաբ, ամենօրյա իրականացնելու է իրազեկման ակցիաներ, իշխանությունն ունի 1 շաբաթ ժամանակ, եւ եթե ոչ, մենք կազմակերպելու ենք ավելի մեծ հանրահավաք եւ անցնելու ենք հստակ գործողությունների։ Դուք արդեն ինձ ասեցիք, որն է մեր պատասխանը։ Այժմ մենք ոստիկանների հետ կհամագործակցենք եւ որից հետո կտեղեկացնենք մեր հետագա քայլերը։ Շնորհակալություն։